Ռոբերտ Սարգսյան, շնորհակալություն հրավերի համար։ Պարոն վարչապետ, ես գաղափարախոսությունը կարտարուց հետո ոնց որ ցանկություն առաջանում, որ ավելի ներգրավել այդ պետական հարցերի եւ շուրջ քննարկումներին։ Ինձ հետաքրքիր է այս ամեն ինչի գործնական փուլերը եւ կատարման ձևերը, միջոցները եւ այլն։ Հիմա մենք օրինակ առաջի կետի հետ կապված ես Սահմանադրության փոփոխության հետ կապված մինչև վերջի սահմանադրության փոփոխությունը ժողովուրդը մտածում են, որ դա փոփոխում է վարչապետական կիսանախագահականին, որպեսզի ինչ-որ ժամկետեր երկարացվի եւ բանաշխող ղեկավարը։ Նման դեպքերում մարդկանց մոտ չկա այն բանը, որ մտածում է, որ ինչի համար է փոխվում։ Կապը կտրված է։ Վերջի սահմանադրության փոփոխությունը գոնե իմ մոտ այդ կարծիքն է եղել, որ ժողովուրդը խորապես չի հասկանում ինչի համար է փոփոխվում։ Նաև այս ամենը չափելության հետ կապված նպատակը, որ դրված է ամեն ինչի չափ ոնց է չափվելու, պատվիրակելու եք ինչ-որ մարդկանց, որպեսզի ըստ կետ դրանց համապատասխանատվություն կրեն եւ ժամկետներ սահմանեն։ Այսինքն գործնական քայլերի համար երրորդ կետում ըստ գրած այստեղ կաց բարեկեցության հետ կապված պետությունը բարեկեցության գործիք է ժողովրդի համար։ Այստեղ էլ խնդիր ունեն գաղափարախոսական իմ կարծիքով, որտեղ ժողովուրդը դեռ մտածում է, որ ոչ թե պետությունն է գործիք, այլ ինքն է պետության համար ինչ-որ միջոց, որ պետք է պետության ինչ-որ բաներ ապահովել կամ իշխանավորին։ Դա երևի շատ վաղուց նստած է ժողովրդի մեջ։ Չորրորդ կետի հետ կապված հարստացել եւ հարստացրու, սա մի քիչ վտանգավոր եմ մտածում, որովհետեւ օրինակ մենք 22-23 թվականին տուրիստների մեծ հոսք ունեցանք մեր երկրում, որը չկառավարվեց ու շատ դեպքերում թե օբյեկտները, թե հասարակ քաղաքացիները, որոնք որ իրենց վարձով են տալի, հարստացան։ Բայց վնասեցին մեր հետագայում մեր աշխարհի առաջ, որ տուրիստական երկիր մենք որպես այդպեսին մենք հիմա համարվում ենք թանկ տուրիստական երկիր։ Դա էլ ինձ թվում է պետք է միջամտի պետականորեն, որպեսզի այդ հարստացները չհասկանան մենակ այդ բանին կարճ ժամկետ էլի։ Համեցեք։ Հավատիս Վարոսյան, ռազմաարդյունաբերության, ռազմառևտրի ոլորտի գործարար, նորարարական ոլորտի գործարար, հիմնականում կրիպտոարժույթների ոլորտում։ Մի քանի անդրադարձ իրական Հայաստանի գաղափարախոսությանը, այստեղ խոսք գնաց, բնավ կասկածի տակ չդնելով հեղինակների կամ համահեղինակների միտումը դրական արդյունք ունենալու, ես այնքան էլ համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ պետությունը պիտի լինի քաղաքացու ձեռքին, հա, որովհետեւ հիմա ընկալում եղավ, չէ, որ հակառակը պիտի լինի, այսինքն պետքա փոխենք տեղերով։ Ես առաջարկում եմ, որ ոչ թե սեփական պետությունով լուծելու հայեցի մասին խոսենք, այլ սեփական պետության հետ լուծելու, այսինքն պետքա պետության հետ լինես, այլ ոչ թե պետությունով լուծես խնդիր։ Ես իմ համար ստեղ ընկալման մասով կոնֆլիկտ կա, հաջորդիվ որպես գործարար ցանկանում եմ իսկ կենտրոնացել եմ հարստացիր եւ հարստացրու գաղափարի վրա։ Իրականում ես դեմ եմ շատ աշխատելուն եւ շատ ծախսելուն։ Ես կողմ եմ արդյունավետ աշխատելուն, շատ վաստակելուն եւ արդյունավետ ծախսելուն։ Այսինքն մենք ստեղ խնդիր ունենք, այսինքն մենք դեռ սովետական կարգից խրախուսվել է շատ աշխատելը, այսինքն շատ աշխատիր, որ շատ ունենաս, բայց վաղուց երևի արդեն մի 50-60 տարի աշխարհում փոխվել է ձևը ու շատ աշխատելը ընդհանրապես հարստանալու հետ կապ չունի։ Առավել եւս շատ ծախսելով միգուցե պետությունը հարստանա, բայց ամեն դեպքում գործարարության մեջ կամ տնտեսության, առողջ տնտեսության մեջ արդյունավետ ծախսելու եւ արդյունավետ ուրեմն վաստակելու սկզբունքն է իմ համար կարևոր։ Այստեղ երջանիկ անհատ է 8-րդ կետի հետ կապված, այստեղ անհատը երջանիկ է, երբ ազատ է, պաշտպանված է, առողջ է։ Իրականում մենք այս վերջերս ու ամեն դեպքում հեղափոխությունից հետո ես պիտի ասեմ, որ խնդիր է առաջացել ազատությունը հասկանալու, այս ինչ աշակում ազատ։ Ազատի ձևակերպումը, որն է մեր ընկալման մեջ ազատը։ Այսինքն հիմա մենք ներենք դնում հայտարարագրման ինստիտուտը, դրանով լուծելով մի շարք խնդիրներ, բնավ առաջացնելով մի շարք խնդիրներ, հիմա սա ազատությանը դեմ քայլ է, թե ազատությանը խրախուսող։ Այսինքն մենք պետքա ձևակերպվենք, որպեսզի մեր համակարգացիները, ժողովուրդն էլ այլևս տարբերակի, որն է ազատությունը, որն է օրինակ ներողություն սանձարձակություն, այսինքն այս
հստակ պետքա տարանջատվի, որ սա ազատություն չի այլևս, դու այլևս ազատության տիրություն չես, այլ մեկ այլ ավելի պատժելի կամ ավելի արատավոր միգուցե, հա, այս մասով է նկատառումս։ Հաջորդ նկատառումը վերաբերվում է վերափոխմանը եւ ոչ վերափոխումը ոչ մի ամոթալի չէ, այլ կենսական անհրաժեշտություն։ Այս մասով ես ոչ թե դեմ եմ, այլ կարծում եմ, որ պետք է ոչ թե վերափոխվել, այլ վերաբարեփոխվել եւ ոչ միայն ամոթալի չհամարել բարեփոխումը կամ վերաբարեփոխում, այլ նաև սխալվելու ինստիտուտը ներդնել, այսինքն մենք երեք պարոն Հովհաննիսյանի հետ զրուցում ենք, մենք հայերս ու առասարակ մեր մտածելակերպի մեջ սխալվելը ամոթ է, մենք չենք սիրում սխալվել, այսինքն երբ որ մեր սխալի մասին խոսում են, մենք միանգամից այդ պատի կառուցման process-ն է տեղի ունենում, որովհետև նենց է դիմացինը նենց անում է, որ դու պատ կառուցես, այդ չի հարցը, բայց ամեն դեպքում այսօր պետական ապարատն էլ ես բազմաթիվ պետական գնումների մասով առնչվել եմ, մարդիկ վախում են որոշումներ կայացնելուց եւ ես չեմ ասում խրախուսվի դա, բայց պետք է լինի անցնցում խրախուսում նաեւ սխալ որոշումների, որտեղ առանց սխալ որոշումների դու երբեք չես հասնի բեկետ, որին որ ակնկալում ես, այսօր սխալվելը հաջողության տանող միակ սանդուղքն է, որի միջով ուզես թե չուզես պիտի անցնես։ Եվ ներողություն եմ խնդրում, ամենակարևոր թերևս նկատառումներից մեկը դա անկախություն 12-րդ կետը, անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ։ Ձևակերպել եմ, ես ճիշտ ասած վերջին հատվածը, ես դեմ եմ կախվածությանը, ես կողմ եմ փոխկախվածությանը, որովհետև եթե մենք գնում ենք այս ճանապարհով, այսինքն հետևաբար անկախ եղել են կան եւ կլինեն այն պետությունները, որոնք կախված են ոչ թե քչերից, այլ շատերից։ Հետևաբար անկախության ռազմավարությունը քչերից կախվածությունը շատերից կախվածության փոխարինելու ռազմավարությունն էլ վերաձևակերպել եմ շատերից փոխկախվածության փոխարինելու ռազմավարությունն է, որովհետեւ մենք այո, այսօր ամենահեշտ բանը կախված լինելն է։ Եվ համատաբար բարդ բան է անել այնպես, որպեսզի լինես փոխկախված, այսինքն արժեք ներկայացնես այն կողմի նկատմամբ, ումից դու ունես կախում, ու թերևս կախվածություն բառը ընդհանրապես կարելի է դիտարկել բացառապես բացասական երանգով, որտեղ օրինակ երբ որ թմրանյութերից կախվածություն ես ունենում, թմրանյութը քեզնից կախվածություն չի ունենում։ Հա, այսինքն ամեն իմաստով ինքը բացասական տերմին է եւ եթե մենք խոսում ենք ազգերի, ինչու՞ չէ նաեւ պետությունների կախվածության մասին, այսինքն նրանց փոխհամագործակցության մասին, պիտի խոսանք բացառապես փոխկախվածության գույների ներքո։ Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալություն, Արշակ Սարգսյան, կառավարման փորձագետ, աշխատում եմ վարկային կազմակերպությունում որպես ներքին հսկողության եւ որակի գնահատման գլխավոր մասնագետ։ Պարոն վարչապետ, շնորհակալություն այս ընձեռված հնարավորության համար։ Առիթից օգտվելով կուզենայի իմ ընտանիքի եւ իմ ընկերների անունից իրենց ողջույնները եւ շնորհակալությունը ձեզ փոխանցել եւ զորակցությունը, որ այս փոթորկոտ ժամանակահատվածում դուք պետության ղեկը պինդ պահում եք եւ դիմագրավում եք շատ մարտահրավերների, ինչպես նաեւ 3 թե 3 չառաջորը նշեցիք, նաեւ աննկուն կերպով ժողովրդի տրված իշխանության տեղապահության գործառույթն եք իրականացնում, վստահեցնում եմ, որ շատ մարդիկ թեկուզ չբարձրաձայն են, բայց դա գիտակցում են եւ իրապես անկեղծորեն շնորհակալ են ձեզ դրա համար։ Անդրադառնալով իրական Հայաստանի գաղափարախոսությանը, ասեմ, որ այն կարտացվում է մեկ շնչով, թերևս բավականին հարամատչելի շարադրված է եւ իմ աշխատանքի բերումով ես 2008 թվականից միկրովարկավորման ոլորտում եմ աշխատում եւ գործի բերումով շատ եմ ճամփորդում ամբողջ Հայաստանով եւ ավելի քան 15000 հայի տուն ես մտել եմ տարբեր աշխատանքային պարտականություններ կատարելու համար, վարկունակության վերլուծություններ, իսկ վերջին տարիներին նաեւ հսկողություն եւ որակի գնահատում։
կազմակերպության ներքին կարիքներից ելնելով։ Ես համարձակվում եմ չհամաձայնվել հնչած մի շարք կարծիքների հետ, որ ժողովուրդը դեմ է այս օրակարգին եւ շատ դրական կերպով են արտահայտվում ձեր առաջ քաշած գաղափարներին, ընդհանուր սահմանադրական փոփոխությանը, սահմանագծմանը, սահմանազատմանը, իրական Հայաստանի գաղափարախոսությունը առողջ եւ կենսունակ պետություն կերտելու գաղափարախոսությունը, որի դեմ պայքարում է հակապետությունը։ Հակապետությունը դա վատ կրթությունն է, հակապետությունը քրեական եթամշակույթն է եւ պաթոսային ողորմելի հայրենասիրությունը, որը հիմա մոդայիկ է։ Ավելի կոնկրետ առաջարկներ ես առարկայական կարող եմ ներկայացնել, եթե նպատակարար գտնեք այլ ձևաչափով ես կիսվեմ իմ առաջարկներով, կարճ ձևակերպեմ գաղափարը, բայց առարկայական եթե կարիք լինի կբացեմ։ Պիտի իրական Հայաստանի գաղափարախոսության խթանումը եւ դրա կրումը հնարավորինս նորաձև եւ չակերտավոր ձեռնտու դարձնել մեր հանրության համար, որովհետեւ մարդիկ պիտի տեսնեն, որ իրական Հայաստանի գաղափարախոսության կրողը ոչ թե դավաճան է համարվում, այլ ինքը ունի նշանակալի ձեռքբերումներ եւ առաջընթաց եւ թե բարոյական, թե մնացած առումներով։ Շնորհակալություն։ Վատիկյան Էրնեստ, իրավաբան, արհեստական բանականության ինժեներիա, տեղեկատվական տեխնոլոգիաներ ընդհանուր։ Ես այդտեղ գալուց պարոն վարչապետ մի քիչ մտահոգված էի, թե ինչ հարցեր են քննարկելու։ Հիմնականում սուբյեկտիվ հարցեր քննարկվեցին, մարդիկ իրենց անձնական փորձով կիսվեցին, որը բացասական է հիմնականում, ինչ որ առաջարկներ էլ հնչեցվեցին, լուծումներ։ Ես ուզում եմ հարցնեմ, ինչ կոնկրետ գործողություններ պետք է լինեն, այսինքն կրկվում եմ այդ հարցերը հնչեցրեցին, ինչ կոնկրետ գործողություններ կան իմպլեմենտացիայի համար միգուցե այս ամեն ինչը գաղափարախոսության համար ու ուզում էի հավելեի մեր գործընկերոջ ասածը, որ այդ ռիսկերի պատասխանատվության խուսափումը, ինչը որ ասում են վախենում են մարդիկ պատասխանատվություն վերցնեն, հիմնականում նրա հետ է կապված, որ անհայտը միշտ էլ բացասական է, այսինքն ինչը որ մարդիկ չգիտեն, մարդիկ դրանից մաքսիմալ խուսափում են, որովհետև դա վախենալու է առնվազն։ Ինձ թվում է, ինչը վերաբերում է սահմանադրության փոփոխմանը եւ այլն, ավելի հեշտ կլինի, որ ժողովրդին այդ ամեն ինչը պրոստը բացատրեն մարդիկ, դա լինի հասանելի։ Իսկ ինչ վերաբերում է այս մեր հավաքույթին, կխնդրեմ պարզաբանեք ինչ կոնկրետ գործողություններ պետք է արվեն, ու այդ գործողությունները մեզնից են ակնկալվում, թե սա քննարկում է ուղղակի։ Շնորհակալություն։ Բարև ձեզ, Վազգեն Կարապետյան, պարոն վարչապետ, կցանկանայի անդրադառնալ նաև մի փոքր տնտեսական սեգմենտին վերաբերող հարցերին։ 2022 թվականին Հայաստանի Հանրապետությունում ընդունվեց անկանխիկի մասին օրենքը, ինչի ենթադրում է, որ յուրաքանչյուր տնտեսվարող պարտավոր է ապահովել անկանխիկ վճարումներ սպասարկելու հնարավորությունը։ Սա դրական ազդեցություն ունեցավ հարկային տեսանկյունից, գալիորեն կրճատեց ստվերը։ Հետևյալ առաջարկն ունեմ եւս մի քայլ առաջ գնալ եւ ներդնել վիրտուալ ՀԴՄ-ի գաղափարը, ինչը իրենից է ներկայացնում, այսինքն հասարակատնտեսվարողը կարող է իր սմարթֆոնի միջոցով, ունենալով պեկ հավելվածը, գեներացնել ՀԴՄ կտրոն եւ իր ամբողջ հարկային հարցերը լուծել այդ հավելվածի միջոցով։ Գաղտնիք չէ, բանկային ոլորտում արդեն իսկ կան ծրագրեր, որ հավելվածի միջոցով հավելվածը սմարթֆոնում դարձնում է լիարժեք պոստտերմինալ անկախին վճարումներ ընդունելու։ Սա մի շարք հարցեր կլուծի նաև վիրտուալ ՀԴՄ-ի գաղափարը, այսինքն տնտեսվարողը ներկայումս ստիպված է եւ ստիպված է լինելու անընդհատ փոխել իր ՀԴՄ սարքերը անվտանգության ստանդարտները լրանալու պարագայում։ Եվ այս պարագայում այդ խնդիրը չի առաջանա, հավելվածի միջոցով տնտեսվարողը կարող է այդ ամեն ինչը կառավարել։ Հետևյալն էր առաջարկս, այդ առաջարկով ինքս ներկայացնում բանկային համակարգը, բազմաթիվ պեյքին եւ այլն դիմել ենք, սակայն զրո արձագանք մեր մյուս ներկաներից, որ նշեցին, այդ ֆիդբեքը չկա, իրոք այդպես է, բազմաթիվ անգամներ դիմել ենք, լավ արձագանք չկա։ Ճիշտ ասած, այլ հարցեր էի ուզում հղել, սակայն
Հաջորդ հանդիպման երևի ֆորմատով դա կհղեմ, այս պահին այսքան առաջարկս դեր, շնորհակալություն։ Արման Ասատրյան, նախ շնորհակալություն նման մտերմիկ զրույցի համար։ Մեծամտություն չլինի, ես ինձ համարում եմ պետության, պետականության մասին լուրջ ընկալումներ ունեցող քաղաքացի։ Պարոն վարչապետ, կարծում եմ դուք մեր պատմությանը շատ լավ գիտեք, համոզված եմ դրանում, մեր ժողովուրդը վերջին 100, 200 եւ անվար հասարակ ընդհանրապես այնպիսի ժամանակների մեջով է անցել, որ գիտեք սովետական միություն, որտեղ մենք պետություն չենք ունեցել, կայսրության ինչ-որ մաս ենք եղել, հետո փլուզումից հետո եկավ 2-3 տասնամյակ, որտեղ թվում է պետություն ունեինք, անկախություն, բայց դա այդ ամեն ինչը թվացial էր։ Եվ մեր հասարակությունը այնպիսի ժամանակներում էր ապրում, որտեղ ֆիլմեր էին նկարվում, օրինակ 90-ական 2000-ականներին, մեր բակը 1, մեր բակը 2, որտեղ ինժեները ստորադասվում էր եւ ինժեներ բալա էին նրան անվանում, այդպիսի ժամանակներ էինք մենք ապրում։ Ու հիմա խոսել չեմ ուզում մեր հասարակության կամ ժողովրդի մասին դեգրադացված բառն օգտագործեմ, բայց այլ բառ ուղղակի օգտագործել չեմ կարող։ Ու խոսել այսօր իրական Հայաստանի մասին, որի վերնագիրը հենց պետությունն ու պետականությունն է, որը շատ հոգեհարազատ է ինձ, մի քիչ կարծում եմ դժվար է, կամ ինչպես պետք է խոսենք, երբ այդ հասարակության մի ստվար զանգված դեռևս մտածում է, որ միթե լավ չէր այն ժամանակ, երբ որ մեքենա վարելուց կարելի էր հարբած վարել, գայշնիկի գրպանը 10,000 դրամ դնել ու նորից քշել գնալ։ Իհարկե կարելի է ինչ-որ կետից սկսել, երևի հենց այդ կայտը հիմա է, ուրեմն հարցս ինչպես պետք է այսպիսի հասարակության մեջ իրական Հայաստանի այդ գաղափարախոսությունը ոչ թե սրսկել, այլ ուղղակի զրուցել հասարակության հետ։ Եվ երկրորդ, ես իրապես կարծում եմ, որ մենք իսկապես ժողովրդավարական երկրում ենք այսօր ապրում, կամ ավելի շատ ժողովրդական եւ ոչ ժողովրդական, ավելի շատ հակված եմ ժողովրդավարականին։ Կան այսօր այնպիսի համակարգ կամ ինստիտուցիոնալ այնպիսի համակարգ, որ ընտրություններով, ասենք, չկարենա այնպիսի թիմ, քաղաքական թիմ գա ընտրության, իշխանության, որը ուղղակի պետության հիմքերը կարենա քանդի։ Պարոն վարչապետ, շատ կարճ, ձեր ասած իրական Հայաստանի եւ պետականության սիմվոլների տեսանկյունից, տեսեք, սա իմ միտքը չի, իմ ընկերների միտքն է, մեր դրամանիշների վրա չկա պետության սիմվոլիկայի արտահայտություն։ Ամենակարճ միտքը, այդպիսի օրինակներ շատ կարող եմ բերել, բայց կթողեմ այդ ամեն ինչը հաջորդ հանդիպումներին։ Պարոն վարչապետ, հենց անմիջապես սրան վերաբերող խնդրում ուշադրություն դարձնեք կառավարության նիստերի ժամանակ, որ մենք պետքա մի հատ շղթա փակ այդ կառավարության բանումա, ուրեմն նախորդ 20-30 տարիներում կրթության համակարգն հենց են արել, որ մարդիկ նորմալ կրթություն չստանան, չվաստակեն, մնան ընտրություններ են 5-10 հազարի հույսին։ Հիմա դրանց անորակ աշխատուժ է, որ աճել է, աշխատում մարդիկ օր գիշեր աշխատում են, դրանց երեխաներին մենք այնպես պետք է անենք, այ սերմերը ցանելու մոմենտն է, որ մանկապարտեզից սկսած այնպես պայմաններ ստացենք, որ աշխատող ծնողը պետք լինի մինչև 6-7 երեխա մանկապարտեզում կարողանա թողի, բայց դպրոցում էլ նույնը, երեխան մինչև 7-8 մնա դասերը պատրաստի։ Պարոն վարչապետ, դուք չպատասխանեցիք իմ հարցին, թե ինչու այսօրվա կառավարության ընդունվող կառավարության որոշումները եւ օրենքները մասամբ չեն համապատասխանում գաղափարախոսությանը, առաջին, եւ երկրորդ այն նկատառումը, թե ինչու է ժողովուրդը դատաիրավական համակարգից բողոքում, որ մի դեպքում կիրառում են մի ձև, Խորհրդային միության տարիներին կար հստակ սկզբունք, որ նվազ ծանր հանցագործություն կատարած անձանց կալանքի չէին վերցնում։ Այն ժամանակ կալանավորում էին կրկնակի հանցագործներին եւ ծանր հանցագործություն կատարած մարդկանց։ Այսինքն սկզբունքորեն բոլորը գիտեին, որ դա այդպես է։ Իսկ այսօր այդ ամենը խառնվել է իրար։ Դրանից էլ առաջանում է անարդարության զգացումը։ Շնորհակալություն։ Հարց հնչեց ազատությունը ինչ է։ Ազատությունը ինչ է։ Համաձայն եմ, ձեր օրինակը կա, բայց մեր մոտ
մեր մոտ մենք ֆունդամենտալ ոնց որ քննադատության մասին ենք խոսում, մեր մոտ կան տաբու մտքեր։ Ցանկացած հասարակության մեջ կան տաբու մտքեր, բայց ոնց որ թե մեր մոտ այդ տաբու մտքերը շատ են։ Ազատությունը գուցե նաև այն է, որը քննադատության նման, որ մտավախություն չլինի, այս միտքը ասեմ, թե չասեմ։ Սա շատ ֆունդամենտալ կարևոր պրոբլեմ է, կա, որովհետև կա բան, ու իմիջայլոց այստեղ էլիտաների ձեր հարցը շատ էական նշանակություն ունի։ Մեր իրականության մեջ կա մտածողության երկու բանաձևեր եւ երկու ֆորմուլաներ։ Եվ իրանք շատ խստորեն իրար հակասում են եւ ձեր ասածը դրա վկայությունն է։ Մեր մոտ կան մտածողության բանաձևեր, որ էլիտաների կողմից է ձևակերպված, եւ կան մտածողության բանաձևեր, որ ժողովրդի կողմից է ձևակերպված։ Եվ շատ հաճախ իրանք սենց իրար հետ բախման մեջ են մտնում, որը իմիջայլոց արտահայտվում է նաև մշակույթում։ Ես ձեզ հիմա հարց հնչեցմ է ինչ պետք է անենք եւ այլն։ Ես օրինակ միջև այս գաղափարախոսությունը նախագիծը ձևակերպելը, ես անդադ հարց եմ տալիս, ասում եմ իրական Հայաստանի մշակույթը, որն է իրական Հայաստանի մշակույթը, եւ ես ինչ կապ ունի մշակույթը, թվում է թե շատ խառը բաների մասին եմ խոսում։ Ես գնում եմ համերգասրահներ, եւ ես համերգասրահից գնում եմ նաև միջոցառումներ, հարսանիք եւ այլն, ինչպես բոլորս։ Եվ ամեն անգամ իմ մոտ հարց է ծագում. ինչ են մեր բեմերում ուրիշ կերպ պարում, մեր հարսանիքներում ուրիշ կերպ պարում։ Մեր պատասխանը այնա, որովհետև այն ռաբիզա, չկրթվածա, էսա, այնա, բայց ես կոնֆլիկտ ունեմ այս բացատրության հետ։ Ուստեղ սա ինչ-որ ձևով մշակույթի մակարդակում արտահայտված բան է, որ մենք կարող է պրոբլեմ ունենք, երբ որ ժողովրդին ասում ենք ժողովուրդ, այս սա է քո մշակույթը։ Բայց այն մշակույթը, որ մենք ուզում ենք ժողովրդին տանք, էլի իր հետ օրգանական կապով չենք կապում։ Որովհետև շատ ենք ուզում կտրենք իրանից եւ ճեղք առաջանում մշակույթի, ես չգիտեմ, վստահ չեմ, հետագա քննարկումներում գուցե այդ հարցի պատասխանը փորձենք, որովհետև մարդը ապրում է, չէ, հարսանիք գնում ենք, մարդը ուրիշ կերպ է ապարում, հետո գնում ենք համերգասրահ եւ ոչ մեկ բան չի անում իմիջայլոց, երբ որ հարսանիքներում ոչ մեկ չի կանգնացնում, ասում էլա մի հատ ապազգայիններ, դավաճաններ, այս ինչ է կանում, որտեվ բոլոր այդ նույն բեմի ժողովուրդը, որ գնում են հարսանիք, ուրիշ կերպ են ապարում, ուրիշ կերպ են բանանում, բայց ստեղ կա շատ ֆունդամենտալ պրոբլեմ, որը մենք պետք է հասկանանք։ Եվ իմ ընկալումը այն է, որ մենք պետք է առնվազն բեմի մշակույթը եւ կյանքի մշակույթը իրար հետ առնվազն պետք է օրգանական կապ ունենան, որովհետեւ բեմի կարծիքը ինչ կապ ունի իմ ասածը ձեր, որովհետեւ մենք այդտեղ էլ խնդիր ունենք, երբ որ մենք բեմ ենք բարձրանում, ուրիշ կարծիք ենք արտահայտում, երբ որ մենք բեմից իջնում ենք, սուրճ ենք խմում իրար հետ, այնտեղ ասում ենք հա դե լավ դե ու դա արտահայտվում է, հասկանում եք, դա կապ չունի դու ով ես, մեկը դու վարչապետ ես, քաղաքացի ես, նախարար, մեկը դա քո մեջ արտահայտվում է, որովհետև դու հանրության ծնունդն ես դու չես կարող լրիվ լինես ուրիշ կտրվածքի մարդ։ Եւ այդ ձեր ասածը այս երևույթների մի հատ ուրիշ կողմն է։ Հա, ընտրություններում մենք այդ ամեն ինչից հետո Սյունիքում 61% հիմա թիվը կարող է խառնել, բայց հաղթեցինք։ Եվ դա ինչի մասին հավաքam, սրանք պատասխաններ չեն, սրանք հարցեր են, որոնց պատասխանները դեռ պետք է մենք գտնենք, եւ այս գաղափարախոսության պրակտիկ նշանակությունը շատ հարց են, չէ՞, պրակտիկ նշանակությունը որն է։ Ամենակարևոր պրակտիկ նշանակություններից մեկն է, որ մենք պետք է մեր մասին խոսանք։ Մենք պետք է մեր մասին խոսանք։ Ես արձանագրում եմ, որ մենք դուք ասիք 15000 տուն եք մտել, ընտանիք եք մտել, դա շատ մեծ ռեսուրս է։ Ես չգիտեմ ինչքանով զարմանում, մենք մեզ լավ չենք ճանաչում։ Մենք կարիք ունենք, մենք ինքներս, մենք մեր մտածողության ձևերը, մեր ընկալումները։ Դուք ճիշտ եք, մենք մեզ չենք հետազոտում։
Մենք մեզ չենք հետազոտում, որովհետև ոնց մենք մեզ ինչ հետազոտենք, ինչ մենք մեզ չգիտենք, դա այն չի, որ մենք մեզ չգիտենք, բայց մենք մեզ հետազոտելու կարիք ունենք։ Ոնց որ մենք մեր լեզուն գիտենք, չէ՞։ Մենք մեր լեզուն գիտենք, բայց մեր լեզվաբանությունը գիտությունն է, որը շարունակում է միջև մի հրատապ եւ անընդհատ հրատապ է մնալու։ Այն որ մենք ասում ենք հայոց լեզուն պետք է ուսումնասիրենք եւ այն նշանակում է, որ մենք մեր լեզուն չգիտենք, մեր լեզուն չենք ճանաչում, բայց ինքը նրբություններ ունի, շերտեր ունի, ինքը զարգանում է, ինքը փոխվում է։ Տեսեք գրաբար միջին հայերեն, այսօրվա հայերենը եւ ինքը մեկը գրական հայերենը փոխվում է անընդհատ։ Մենք էլ ենք փոխվում։ Մեզ ճանաչել նշանակում է մեր փոփոխությունները, դրա պատճառները, նրա տեքստերն ու ենթատեքստերը կարողանալ հասկանալ։ Ես գաղափարախոսության պրակտիկ իմաստը հենց դրա մեջ է։ Շատ կարևոր հարցեր հնչեց այդ արդյունավետ շատ աշխատելու բանի համար։ Տեքստում այդ հակասությունը իրականում կա, որովհետև էտել ոնց որ դուք ասում եք ազատություն պետք է հասկանալ, ինչ է նշանակում, շատն էլ է պետք հասկանալ ինչ է նշանակում, որովհետև շատ հենց տեքստում կա, որովհետև ասում է, եթե շատ աշխատանքը արդյունք չի բերում, ուրեմն արդյունավետ չի այդ աշխատանքը։ Շատն էլ պետք է ուրիշ բառ, ես համաձայն եմ, որ շատը այդ էլի չարչարվելու տրամաբանության մեջ է, բայց իր նպատակը հենց դա է։ Եվ այստեղ հասկացություններ կան, որ շատ ծախսել արդյունավետ ծախսել։ Իրականում շատը այս տեքստի մեջ իր ամբողջ նպատակը ապահովել տրանսֆորմացիան շատից մինչև արդյունավետ։ Բայց եւ հիմնական խնդիրը այն է, որ գաղափարաբանությունը, որ բարեկեցություն ստեղծելու ձևը աշխատանքն է։ Ես անդադ այդ օրինակն եմ բերում եւ առաջկայում առիթ կունենամ ասելու այս նույն նամակագրության մեջ ես ինձ համար վիճակագրությունն է։ Բնակ քաղաքացիներ կան, որ գրում են, ասում են, վայ, մենք խնդրեմ ունենք եւ այլն, խնդրում ենք օգնեք, աջակցեք։ Հիմնականում, ասենք նույն ֆինանսական աջակցության հետ կապված եւ համոզված եմ դուք էլ տենց իրավիճակների հետ առնչվում եք, մարդուն ուղղակի ֆինանսական աջակցել, այդ նշանակում է հետո նորից նույն անընդհատ չէ, բայց չի լուծում այդ հարցը։ Ես վերջին ասուլիսում էլ ասի, որ լրագրողը հարց տվեց, տենց երանգ կար, որ մարդը հաց չունի, որ մարդի հաց Այդ եմ ասում, պետք է մարդու խնդիրը չենք լուծում, եւ դա մի ցիկլի մեջ են գցում, այ իրականում ազատություն է, տելա, իրան մենք զրկում ենք ազատությունից եւ ստեղ էլի լուծում մեկակրթությունն է, որ իրան օժտես հնարավորության, որ ինքը վաստակի, ընդ որում այդ բանաձևերը կա։ Տեսեք, դուք շատ կարևոր բան ասացիք, մենք հիմա որ այս դպրոցները կառուցում ենք, չէ՞։ Ես բոլոր տեղերում որ գնում եմ մեր տնօրեններին եւ նախարարությանն էլ ասում եմ դպրոցի դռները չփակեք։ Այն կուլտուրան, որ դասը ավարտվեց, երեխան պետքա գնա տուն, այս շենքերը դրա համար չեն։ Այդ շենքերը նրա համար են, որ երեխեքը տուն գնան քնելու համար։ Իրանք պետք է առավոտը գան, դաս անեն, խաղան, սնվեն, վազեն, ստեղծագործեն։ Մենք դպրոցներում խնդրում եմ, ով որ չի գնացել, ասենք օրինակ մոտիկ տեղը փոքր Վեդի գյուղի դպրոցը։ Հսկայական բեմ, հսկայական դահլիճով, հսկայական մարզասրահով, այո, դա հենց դա նաև դրա համար է, որ երեխայի համար ապրելու ուրիշ դպրոցը մենակ սովորելու համար չի, դպրոցը նաև ապրելու համար է։ Դպրոցը ես դրա համար եմ ասում, որ դպրոցը ապրել սովորելու համար է։ Եվ սա էլ գաղափարախոսական հարց է, որ կրթություն, այո, կրթությունը, դա ամեն ինչից անդին կրթությունն է։ Ամեն դեպքում շնորհակալ եմ շատ եւ ուզում եմ իմ գոհունակությունը հայտնել, որ այսօրվա մեր հանդիպումը կայացավ։ Լավ եղեք, առաջ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։